Դատի տերը ինքն է, այդ դատախազը չի է, դատախազները չեն, հասցնես եկեղեցին, որ քահանային նայես դիրադավը թե չէ, որ մինչև հունիսի 7-ը յոլա տանի, հունիսի 7-ից հետո ինչ լումալնի։ Պաշտպանության նախարարության կլոր դալիճում արվատ, շամպես վախեցան։ Իսկ պատկերացնում ես, որ Փաշինյանը դուրս գա այցելի Բաքու, ծնկի գա եւ ներողություն խնդրի այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության։ Ադրբեջանցին կարող են մտնել ռեստորանը, ադրբեջանական Նեվոլդու Փաշինյան երկզական։ Միասնական հարավակ, որպեսզի Հայաստանի իշխանությունը տեսնի, թե ինչ սպառնալիքի առաջ ենք կանգնած, եթե շարունակի դիմել հակաժողովրդավարական քայլերի։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Գեղամ Մանուկյանն է, Ազգային ժողովի պատգամավոր Հայաստան դաշինքից, դաշնակցությունից։ Ողջույն Գեղամ։ Ողջույն։ Մենք բարեկամներ ենք, խոսենք դույով եւ հնարավորինս անկեղծ։ Նախ եւ առաջ դուք ասացիք այստեղ գալուց առաջ, որ այսօր հանդիպել եք Բագրատ Սրբազանին, ինչպես է։ Լավ, շատ լավ։ Երեք ամենամեծ այդ տպավորությունը հավատքով մարդու համար ինչ հեշտ է բանտ նստելը։ Այսինքն ինքը ճախրում է։ Լավ, եկեք նկարագրեմ նաև խուցը Բագրատ Սրբազանի, համար շատ հարազատ խոց է, էլի։ Ամիսներ եմ անցկացրել մենակ։ Իրենից առաջ ինչ որ մի կալանավոր ամբողջ պատով մեկ սրբապատկեր է նկարել։ Եվ երբ որ մտնում ես Սրբազանի մոտ, խնկամաններ, խնկի հոտ, գրքեր, աստվածաշունչ, տարբեր ուսումնասիրություններ, կարծես մտնում ես մատուռ։ Իրականում մտնում ես մատուռ ու հատկապես որ այդ ամբողջ ընթացքում նաև հոգևոր զրույցներ, տարբեր զրույցներ, կարծես գնում ես ուխտագնացության։ Իրականում ինքը ավելի շատ է քեզ դուրս տալիս, քան դու որ շփվում ես, դու ես գնում ու հետո բարևներ է փոխանցում բոլորին։ Այսօր ձեզ հատկապես ասացի, որ ձեր մոտ եմ հարցազրույցի, շատ բարևներ է փոխանցում։ Տպավորված եմ ոչ այնքան մեր հարցազրույցով, որքան մի անգամ անցած տարի նա իր գրքի շնորհանդեսներ անի հոթելում Սայեդ Նովայի վրա։ Ես անդադ ինչ որ բան եմ զգում, ուզում եմ հասկանալ ես ինչ եմ զգում, հետո հասկացա, մի դահլիճում լցված էր մոտ 500 հոգեբարդ, ու այդ բոլոր մարդիկ սիրում են Բագրատ Սրբազանին։ Զգացում էր, որ օդում զգում ես ինչ որ մեկի նկատմամբ մեծ սեր։ Իրականում նույնը հիմա Սրբազանի եւ 18 արդարների դատին է։ Տեսեք, այս ամբողջ տարիներին բազմաթիվ քաղաքական դատավարություններ եղել են, մեկ-մեկ նմանեցնում են մեր գործով, դրոյի գործով, որտեղ քաղաքականացված ու Վահանի գործով այդ դալիճի ժողովուրդը, այդ ասենք ասեմ, այդ պատուհանի Սրբազանի ձեռքի հետ հպելը իրանց համար ամենամեծ երջանկությունն է։ Ու այնտեղի աուռակա, այնտեղ մի Սվետլանա կա Բասենցյան 18 տարին որ լրացել էր, երեխու ամենամեծ ուրախությունը այն էր, որ իրան փողելու են մտնի դատարանի դալի։ Ոչ թե որ ինքը չափ հասեր դարձել, կյանքի ճանապարհ է սկսում, այլ չէ, իր ծնունդի ամենամեծ նվերը, որ ինքը կարող է, որտեղ անչափահասների չեն։ Բագրատ Սրբազանը ով է հաղթելու այս ընտրություններին, անդիմությունը թե Փաշինյանը, հավանաբար շատ եք խոսում նաև այս թեմայով։ Ինքը պայծառ մարդ է, ինքը հույսով մարդ է եւ այդ հույսը բնականաբար նաև մեզ է փոխանցում։ Ու ամեն րոպե հետևում է ամեն ինչին, հատկապես այդ մեկուսացման մեջ ինքը օրինակ հայկական հեռուստաընկերության ամենալավ պրոֆեսիոնալ քննադատն է, լուրերի կառուցվածք, լուրերի շեշտադրումներ։ Բայց մենակ մեկ են թե բոլոր։ Չէ, բոլոր ալիքները։ Ահա։ Որոշ ալիքների։ Որ բոլոր ալիքները կարոտ են շատ հաճախ կիրակյուրել լուրերի, որովհետև գրեթե լուր չկա ու նաև իշխանական քարոզչա մեքենայի այդ աշխատավոճը շատ ուշադիր հետևում է ու այն հիմնական այսպես մանիպուլատիվ թեզերը, որ իշխանությունը գործածում է, ինքը որպես խորհրդատու կարծես կին։ Ու նաև հավանաբար դրանցից է երևում, որ իշխանությունը խոճապի մեջ է։ Նաև դա եւ իր հզորությունը նաև դատի ժամանակ է, ինքն է այդ դատի տերը ինքն է։ Այդ դատախազը չի է, դատախազները չեն, դատավորը չի, իրանց շեֆ Նիկոլ Փաշինյանը չի, ինքը դատի տերն է, նույնիսկ մինչև դատական նիստը սկսելը, մտնելը, բոլորի բարևելը, օրհնություն ստանալը,
հրաժարիմ, դալի, ճով արտասանելը լրիվ ուրիշ բան է։ Իմ կարծիքով իշխանությունները նաև մեկ սխալ գործեցին ձերբակալելով եւ որոշ ժամանակ այդ խցերում պահելով սրբազաններին, որովհետեւ նրանց ձերբակալությունից հետո, այն բանից հետո որ Բագրատ Սրբազանը մինչ օրս է խցում, Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանը անց են կացրել ամիսներ այդ խցում, արդեն ամոթ է մյուս բոլորի համար ինչ որ վախենալ ձերբակալվելուց կամ դա արդեն դարձել է նորմա, քաղաքական նորմա Հայաստանում։ Օրերս ամերիկյան մի հատ դիտորդական խումբ էր եկել, իհարկե շատ պարզ իրանց դաշնակցության կողմից հանդիպել է եւ նախընտրական մթնոլորտ, հակաժողովրդավարական քայլեր ներկայացնել, բայց գլխանց ապահովագրեցի, ասի մեկա դուք ինձ չեք լսել, որովհետեւ ձեր կարգախոսը տիպիկ ամերիկյան են հայտնի խոսքն է, շանորդի, բայց մեր շանորդի, բայց նաեւ վրացիներ կային, վրացի երկու կին կային, որպեսզի ում վրացու համար շատ ավելի դա հասկանալի է, որ նկարագրում եմ, թե քանի սրբազանի վրա քրեական գործ կա, հոգևոր ժողովի չգնալու համար սրբազանների խափանման միջոց են փոխել երկրից բացակայելու արգելք են դրել, սրբազանները բանտում նստած են, հասկանաս որ հոգու խորքում ապշած են իրանք։ Իհարկե պաշտոնը եւ աշխատանքը թույլ չի տալիս այդ ամեն ինչ արտահայտել, բայց մարդկանց վրա իրոք շատ ազդել։ Եվ իրականում միշտ ամեն վատ բանի մեջ պետք է լավը փորձել գտնել։ Իրականում այս իշխանության հետապնդումները եկեղեցու նկատմամբ մեր հայրենակիցներին շատ ավելի փարեցին դեպի եկեղեցի։ Ավելին ասեմ, իշխանությունները հավանաբար մեծ նվեր տվեցին ընդդիմությանը իրենց ծրագրում նշելով, ԿՊ-ն իրենց ծրագրում նշել է, որ փոխելու է կաթողիկոսին։ Սա մեծ ծրարից մեծ նվեր ընդդիմությանը։ Ցինիկության սահմանն է, բայց վնասը, որը հասցրել են, դեք օրերս թաղման առողջության է, շատ հարազատ հարևանուհի է, որ ամբողջ կյանքը միասին ենք անցկացրել, Մասիսում էր, քահանան, որ առողջություն անում էր, շատ ազդեցիկ քահանա էր, նաև հոգեճարժի սեղանին, բայց բռնեցի այն մտքի վրային, որ ես փորձում էի քահանային ստուգել, իրադավը թե չէ։ Դա շատ տարածված է, մենք էլ մի նման տենց հուղարկավորության ժամանակ դու պատկերացրեք ուր է հասցրել, ազգականների մեջ, ընտանիքում մեջ ճեղքը կար, բայց հասցնես եկեղեցին, որ քահանային նայես իրադավը թե չէ, մենք մեր հարազատների աղջկա Սամուսինը դիպած հրապարակային մի անգամ գրեց իրենք պոսակը կատարող քահանան կարգալույց այն հայտնի արամը որ կար ու իրանց համար այդ շոկ էր, այսինքն հոգեկան շոկ էր նաև էլի եւ այդ առումով այն ավերը որ գործած է շատ երկար, բայց իրականում այդ մի անգամ մի ժամանակ սովորություն է, գրքեր էի տալիս Նիկոլին, մինչև մերս մի օր տեսավ գրադարանից գիրք եմ վերցնում, ասեց թող այն թաղածին չես տալու։ Մի անգամ ուզում էի մեծ գիտական ուսումնասիրություն է խորհրդային Հայաստանում եւ Կովկասում հայ առաքելական եկեղեցու դեմ պառակտիչ պայքարով բոլշևիկները 20-ականներին մղել են, չվերցրեց կամ գիտեր կամ չէր ուզում իր վաղճանի մասին կարդալ, որովհետեւ մի քանի տարում վերջացել ավարտվել է այդ պառակտիչ փորձը, պարտվել է այդ պառակտումը, էլի եպիսկոպոս ա եղել, էլի վարդապետ ա եղել, որոնց անունները մեկն էլ չէր հիշում։ Այդ ամենայնիվ այն ճգնաժամը, որում այսօր Հայաստանն է, կարծում եմ բոլորն են հասկանում, որ շատ լուրջ ճգնաժամ է եւ իշխանապողությունից հետո մենք սարսափով ենք հասկանալու, թե իրական ճգնաժամի այդ իրական մասշտաբները, համոզված եմ դրանում, որ մենք չգիտենք իրականում ինչ է կատարվել Հայաստան պետության շուրջ եւ իշխանապողությունից հետո ես նույնիսկ հասկացում եմ, որ այս կառավարությունը, որը կընտրվի հունիսի 7-ից հետո, եթե Փաշինյանը գնում է, երբ Փաշինյանը գնա, երկար ժամանակ չի ունենա, որովհետեւ այդ ճգնաժամը հսկայական է եւ բոլոր հարցերի շուրջ, բոլոր հարցերը, որ պետք է ինչ որ մի ձևով կարգավորեն, դրանք մեծ ջանքեր են պահանջում։ Ըստ ձեզ, ճիշտ եմ ես արդյոք, որ շատ հավանական է կառավարությունը, որը ընտրվի
հունիսի 7-ին երկար պատմություն չունենա։ Ոչ թե երկար պատմություն չունենա ներքաղաքական ճգնաժամի հետևանքով, այլ իրականում հունիսի 7-ից հետո ապագա կառավարությունը կամիկաձե կառավարություն։ Իրականում դրա մասին եմ ասում։ ինքնասպանության գնացող կառավարություն է, որովհետև այնքան ականա դրված։ Տեսեք, նույն Ադրբեջանի հետ հարաբերությունների ամբողջ կոնֆիգուրացիան եւ ամբողջ ձևաչափը այնպես է դարձրել, որ այլևս Հայաստանի ձեռքում չկա որևէ լծակ Ադրբեջանի հետ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալու։ Չկա թե մենք դեռ չենք հասկանում որտեղ գտնել։ Հնարավոր է ձեռք բերվի։ Եվ ես գիտեմ այդպիսի մարդու, փորձառությամբ գիտեմ, դա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին մի անգամ տեսել ենք այս ճգնաժամերի մեջ։ Բայց նայեք, իրականում այնքան ականա, նույնիսկ արտաքին հարաբերությունները թողնեմ։ Տեսեք, այսօր ժողովրդի կողմից ամենաշատ գովերքվող թեմաներից մեկը պարտադիր առողջապահական ապահովագրություն։ Ինչա կատարվել։ Իհարկե լավ է, իհարկե պետք է առողջապահական ապահովագրություն, բայց ինչա արել։ Երբ որ հունվարից մտցրեցին, իրանք նշում էին, որ 3 ամիս հետո մոնիտորինգ պետք է արվի եւ ծրագիրը ոնց են շարունակելու։ 3 ամիսը հունվարի կեսից նոր ապահովագրությունը մտել է եւ երամսյակի համար նախատեսված բյուջեն ծախսվել էր 2.5 ամսով։ Հետո կառավարությունը, քանի որ բյուջեն փողը վերջացել է, կառավարությունը մոտ 4 միլիարդ դրամ Պահոստային ֆոնդից էլի դրեց ապահովագրության մեջ։ Հետո հաշվեց, որ երրորդ երամսյակում, այսինքն աշնանը ավելի քիչ մարդ է դիմելու առողջապահության համար, այնտեղից էլ 400 միլիոն վերցրեց։ Այսինքն ական է, իսկական ական։ Որ մինչև հունիսի 7-ը յոլատանի։ Հունիսի 7-ից հետո ինչ լումաննի։ Տեսեք, մի հատ ուրիշ թեմա, վերջերս պաշտպանության նախարարության ներկայացնեն, ասում են, որ այսպես ավանդաբար պաշտպանության նախարարությունում եղել է մեծ մի խնդրեմ։ Զոհվածներ, զինհաշմանդամներ, թոշակի անցած զինծառայողներին բնակարանի ապահովման հսկայական հերթացուցակ կա։ Եվ օրինակ մի քանի ամիս առաջ այդպես քաղաքացիներ դիմել, երբ որ պաշտպանության նախարարության ներկայացներին հարցում է ուղարկել, ասում էին մի քանի տարի հետո նոր այդ հերթին գալու է։ Հիմա բերել են ապալ-թափալ, ուզում են փոխեն կարգը, ուզում են որոշում անցկացնել, օրենք անցկացնել, որ Հայաստան պետությունը պարտավորում է 4 տարվա մեջ այդ բոլորի հարցը լուծի։ Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ, գիտեք։ Այսինքն մենք չենք էլ հասկանում իրենք ոնց են այդ բոլոր խոստումները կատարելու եւ իրենք չեն պատրաստվում։ Հիմար բազի հոգեբանությունն այդ ես ինչքան պարտքել լինի ջանդամ վրես կուտակում եմ, հունիսի 7-ից հետո եղանք ասեմ ժողովրդյան էլ չեմ շարունակում։ Չեղավ դե ով է գալիս է։ Գեգամ, ես ուզում եմ նաեւ հարցնել քեզ գեներալ Մանուկյանի մասին, ինչ վիճակում է նա Բաքվի բանտում, երբեք վերջին անգամ հետը շփվել։ Ես չեմ խոսում եղբորս հետ, չեմ ցանկան այդ հարցում։ Okay, ամեն դեպքում մենք չենք կարող այս թեման շրջանցել եւ սակայն ինձ մոտ կա մի հատ այսպիսի տպավորություն, որ անդիմադիր առաջնորդները, անդիմադիր ուժերը աշխատում են հնարավորինս քիչ խոսել Բաքվում պահվող մեր գերիների մասին։ Իսկապես հասարակության այս թեման չի հուզում։ Չէ, ոնց է հուզում։ Իրականում խոսվում է, իրականում քաղաքական խոսք է ասվում։ Մի քիչ անznավորված է, բայց իրականում մարդկանց հուզում է։ Եվ լրիվ ուրիշ կտրվածքով ասեմ, այդ մարդկային անպատվությունն է, որ ցավը պատճառում մեր հասարակությանը։ Այդ դատերը տեսնելով, հիմա դատական process-ը ավարտվել է, տեսանյութ կարծես քիչ կա Բաքվից, բայց կա մի շատ խորքային բան։ Առաջին իսկ պահից շատ հաճախ նույն իշխանավորներին ասում են ժողովուրդ, այդ դատը, որը կա, Դավիթի դեմ չի, Բակո Սահակյանի դեմ չի, Լևոն Մնացականյանի դեմ չի, այդ դատը Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ իրականում սրանք ջայլամի քաղաքականություն էին իրականացնում, կարծելով որ գլուխները որ ավազի մեջ մտցնեն, ոչ մի բան չի պատահում։ Մեկը ես որ շատ ուշադիր հետևել եմ այդ դատական process-ին, այնքանով ինչքանով ադրբեջանական ռոպագանդան է թույլ տվել, ինքը շատ հստակ էր, կարմիր գծով անցնում էր։
Հայաստանի Հանրապետության դեմ էր։ Հայաստանի Հանրապետությունը օկուպացրել եւ նույնիսկ դատական լուրերի press release-ը որը կար, սա եղավ, մի հատ կա շաբլոն հատված, որ 80-ականներին այնտեղ անունները Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սամվել Բաբայան, Վազգեն Մանուկյան, Զորի Բալայան, անուններ շարք կար, որոնք իրականացրեցին էթնիկ զտումներ եւ այլն։ Դատավճիռը որ եղավ, նոմար ամենամեծ խնդրներից մեկը, դատավճիռը չի հրապարակվել։ Եկեն որևէ մեկս Հայաստանում չգիտենք այդ դատավճիռը, այո, դատավճիռը հրապարակվել է այնքանով, որ ով ինչքան ժամանակով, այսքան տարի եւ այլն, բայց բուն բովանդակությունը հիմա նոր եվրոպական դատարանը պահանջում է մինչև օգոստոս, որովհետեւ այն հարցերը, որը կային, ի վերջո այդ դատավճիռի մեջ տեղ գտնելու դեպքում դա Հայաստանի Հանրապետության դեմ է դատավճիռը։ Ինձ երկու հարց է ուզում շատ Բաքվի դատավարության, այսպես կոչված դատավարության հետ կապված։ Առաջինը ինչպես են նույն Ֆրանսիայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների իշխանությունները վերաբերում այդ դատավարությանը, որովհետև ահաբեկիչ են, որպես ահաբեկիչ են դատապարտել մարդկանց, ում հետ նրանք երկար ժամանակ բանակցել են, բարևել են, այցելել են, նրանք են իրենց մոտ այցելել եւ այլն, այսինքն իրենց հետ իշխանությունները կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, արտգործնախարարներն այդ երկրների, պաշտոնյաներ բարբերաբար եւ այցելում էին մի մասը եւ շփվում էին այդ մարդկանց հետ, հիմա ստացվում է որ նրանք 30 տարի ահաբեկիչների հետ են բանակցել։ Ինչ օրինակ այս սրա մասին չի խոսվում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը արտաքին գործերի նախարար իրենց խորհրդարանում հերթական անգամ բանաձև է ընդունվում հայ ռազմագերիների հետ կապված, հետո համայնքային մեր ընկեր ներկայացներին ասում են մենք մեր ձեռքից եկածը ամեն ինչ արեցինք, բայց կա մեծագույն խնդրեմ։ Ձեր իշխանությունների համար սա բանակցությունների մեջ չորրորդական հարց է։ Մի քանի միջազգային հարթակներում Հայաստանի խորհրդարանի պատվիրակության մեջ է, այդ հարթակներում տարբեր տեղեր բնականաբար ադրբեջանցի նաև պատգամավորներ կան։ Ադրբեջանցիներից մեկը մի երկու ամիս առաջ հետաքրքրել եմ, ձերոնք այդ հարցով ընդհանրապես չեն խոսում։ Իսկ ինձ հետաքրքիր է, օրինակ, եթե դուք գնում եք այդ միջազգային հարթակներում, ստիպված եք չէ լինում ԿՊԱ-ականների հետ շփվել։ Օրինակ կան ինչ-որ հարցեր, որի շուրջ դուք ինչ-որ միաձայն ինչ-որ մի բան անում եք։ Իրականում ձեզ ասեմ, ես քանի որ այսպես ուշքի միտքս այդ միջազգայինները չի, ճակատագրի բերումով, ուղղակի մեր խմբակցությունից Աղավան Վարդանյան հրաժարվեց, Սևծովյան, Ավազանի երկրների խորհրդարանական վեաժողովի մեջ եմ հիմնականում, չգիտեմ, իմ բախտն է բերել թե ինչ, մի 2 տարի առաջ էր կամ 3 տարի առաջ, դեռ Արցախը հայաթափված չէր, մի բանաձև կար, որտեղ պարտադիր պետք է Արցախի բաժին ավելացնել, մեր պատվիրակության ԿՊԱ-ական պատգամավորներն ասի, որ ես ելույթ եմ ունենալու, պնդելու եմ, բոլորն էլ ասին աջակցում ենք այդ բաները։ Աջակցեցի պաստորեն։ 3 տարի հերբիդ որ նայում եմ այս համատարած ուրացմանը, չգիտեմ այն ժամանակ, եթե Նիկոլի որոշումը լիներ, ոնց կաներ, բայց հասկանում էր, որ հոգ խորքում իրենք համաձայն են, բայց հիմա բանա, կարևորը շեֆը ինչ ասում, շեֆն ասում օրինակ մածունը սև է, բոլորը միաբերան ասում են մածունը սև է, շեֆն ասում է գնացեք պատարակ, կգնան պատարակ։ Գեղամ, իսկ դու չունես մտավախություն, որ Փաշինյանը Բաքվում պահվող մեր գերիներին կկիսի վատ գերիների եւ լավ գերիների եւ նրանցում կհամարի լավ գերի, ընտրություններից առաջ կբերեն, կվերադարձնեն Երևան։ Աստված թեկուզ 1 հոգի, թեկուզ ընտրություններից առաջ վերադառնա իր ընտանիք։ Okay, ուրեմն շրջանցը մոռանում ենք այս թեման, էլ չենք խոսում գերիների մասին։ Ես հասկանում եմ, որ անձնական ցավոտ թեմա է։ Տարիներ առաջ, երբ սրանք չէին իշխանության, մեր Տավուշի զինվորներից մեկը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ եւ հարցազրույց էին վերցրել, որտեղ ոչ հաճելի բաներ էր հայտարարել, սոցմեդիան դե անպատասխանատու է, չէ՞, ամեն մեկը իր համակարգչի առաջ ինքը համարում է իրար Շարլ դե Գոլ կամ Չերչիլ, ու սկսել էին փնովել, ստիպած մի գրառում արեցի, որ խոսում է մեկը, գրում եմ ես,
Մեկը, որը իր բանտարկության 2.5 տարիների ընթացքում առնվազն 7 ադրբեջանցի զինվոր է տեսել, որոնք այստեղ գերության մեջ են եղել։ Իմ խնդրում են եղել։ Եվ երբ որ բանտից դուրս եկա, Կարմիր խաչի հրավիրել էին հանդիպման, բոլորը հավաքվել են, ասում ուզում ենք տեսնենք այն ինչ ադրբեջանցի, որ արդեն հետ էին ուղարկում հայրենիք, որ դուրս էր գալիս վերջին հարցազրույցում, ասում էր ընդ մի հատ դաշնակ կար, որ մեզ շատ լավ էր նայում։ Հասկացա։ Չենք խոսում գերիներից, արի խոսենք ընտրություններից, որտեղ այդ ընտրություններին ընդամենը 41 օր է մնացել, եւ չունենք մենք հարցման արդյունքներ, չունենք այնպիսի հարցումներ, որի արդյունքներին մենք կվստահենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ ամեն ուժ իր հարցումն է անցկացնում եւ կամ հրապարակում, կամ չի հրապարակում տվյալները եւ միշտ չէ, որ դրանք ճիշտ տվյալներ են լինում։ Իրականում որտեղից է այն միֆը, որ Փաշինյանը մեծ աջակցություն ունի Երևանից դուրս, որովհետեւ ես ուսումնասիրեցի վերջին ընտրությունները, որտեղ են ունեցել Երևանից դուրս, եւ եթե չվերցնենք միայն այս վաղարշապատի վերջին ընտրությունները, որտեղ նրան հաջողվել է ինչ-որ մի կերպ, հաղթել ընդդիմադիրներին, այն էլ խոհ համայնքի Վաղարշապատը, որ խոշորացրեցին։ Այո, Իրականում նայեք, տեսեք, սոցհարցումների հետ կապված։ Օրերս զանգ եմ ստանում, ուշ ժամ է, ամերիկյան համարից է, բարը դες հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն, հետարքիր է հարցաշարը, ինչպիսին է, որ իմանաս պատվիրատունով է, թե ում պատվերն է, չէ, մենք առանձին ենք անում հայաստանյան խոսակցական, չի, որտեղից է արմատներով, որտեղից է Երևանից 3 անգամ հարցրեցի, բայց չոր արհեստականություն զգացի, մեկ էլ հարցերի մի քանի հարց, հետո եթե ընտրությունները կիրակի օրը լինեն, ում ձայն կտայք։ Քաղաքացիական պայմանագիր Նիկոլ Փաշինյան, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան, Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան, Հայ հեղափոխական դաշնակցություն եւ Վերածնվող Հայաստան Իշխան Սաղաթելյան, Վայե Հակոբյան։ Ասեմ, լսեք հարգելիս, դուք լրիվ հակագիտական բան եք անում, էլի։ Հայաստան դաշինքը դա Ռոբերտ Քոչարյան, Հայ հեղափոխական դաշնակցություն։ Էյանն էր արել այդ հարցումը հավանաբար։ Ասում պատասխանեք մեր հարցին, ասեմ, լսեք, նորից եմ ես կրկնում։ Դուք հակագիտական բան եք։ Երրորդ անգամ դուք չեք ուզում պատասխանել մեր հարցին ու հերոսը անջատել։ Հիմա պատկերացնում այդ հարցումը վաղը հրապարակվելու է, չէ՞։ Հայաստան դաշինքը առանձինա լինելու։ Okay, չունենք գոնե հրապարակված վստահելի հարցման արդյունքներ, իսկ ձեր ներքին հարցումները ինչի մասին են վկայում, այն որ այսօր շատերն են ասում, թե իբր Հայաստան դաշինքը չի կարող հաղթահարել 8%-անոց շեմը, սա սուտ քննադատություն է, թե այստեղ կա ինչ-որ իրականություն։ Հավատացեք Ազատ ջան, հավատացեք, այսինքն մազաչափ է թեման չենք մտածում։ Իհարկե ես դες ասեմ, որ դա ինֆորմացիոն ահաբեկչությունը մեր դեմ եւ իր դերը խաղում է։ Պետք է անկեղծ ասեմ եւ դրա այսպես հակազման մասին մտածում ենք, որտեղ իրոք տեղեկատվական ահաբեկչություն է, որովհետեւ ես գետնի վրա ապրող մարդ եմ, էլի։ Այսինքն Նալբանդյան փողոց Սրբազանի մոտից դուրս եմ եկել, քայլելով եկել եմ Հանրապետություն, Դաշնակցության գրասենյակ, եկել եմ Խորենացի փողոց, դեռ օրվա կեսը այդպես տարբեր հասցեներով քայլում եմ։ Ես առավոտյան գիշեր շփող մարդ եմ։ Երեք խանութ եմ մտնում, լրագրողներից մեկն է, բարևեցի, պապիկա, հիմա էլի բռնության կոչ են համարելու։ Մեկ էլ բարև տեսար այդ խայտարակությունը, այդ խորովածը, մեկ էլ տարբեր։ Ես պատրաստ եմ դրան գյուլել, պապի ասում եմ մտածելու համար եմ բռնում, հերիքատ այդ բաներ խոսեք, բայց իրականում ատելությունը համատարած է, ես ո՞տ գիտեմ։ Ես ո՞տ զգում եմ։ Չէ, Երևանում համատարածը դա ակնհայտ է, իսկ Երևանից դուրս։ Մենակ Երևան չի։ Գյուղ է։ Վերջին ամիսներին 2 առիթով օձունում էի։ Այսինքն նույն բնակիչների մեջ, նույն այդ եկեղեցու շուրջ այդ ասած բան է, էլի, օձունը այդ առումով անհավատալի է։ Եկեղեցու բակը։ Ես չեմ կարծում, որ օձունու եկեղեցին տեսնող, ամեն օր տեսնող մարդը կարող է նիկոլական լինել։ Չէ, կա նիկոլական էլ, բայց նաև շատ չսիրող, եթե չասեմ ատող, եթե չասեմ շատ ավելի ծայրահեղական բաներ։ Ամեն դեպքում ասում են, որ նա այդուամենայնիվ իշխանությունը հենց այնպես չի թողնելու։ Անցնցում չի հեռանալու եւ ինչ արդյունք էլ ունենանք, միևնույն է իշխանությունը չի անցնելու։
Ինչ է կանել։ Ինքը արնախում է։ Ինչ է կանելու այդ դեպքում։ Մարտի 1-ը ասենք, չասենք, բայց իր արունն է։ Հետո փախել էր, բայց մարտի 1-ին։ Հա, ինքը միշտ էլ փախնում է։ Հետո բունկեր էր փախել նոյեմբերի 9-ի գիշերը։ Իսկ հիմա ինչ է անելու։ Այդ իրականում այդ մի հատ լեգենդ կա, որ բունկերում է փախկվել գլխավոր շտաբի, այդպեսի բան չկա։ Պաշտպանության նախարարության կլոր դալիճում ա եղել։ Շամպես վախեցան։ Հիմա բայց տեսեք ինքը այս 5 տարի իր հիմնական լծակը հենարանը ուժային կառույցներն է։ Որոնց մեջ կան ահավոր շատ ծառայամիտներ, այսինքն իրանք ոստիկանության մեջ երջանիկ են լինում, որ ընդդիմությունը ցույց է անում։ Որովհետև մեծ պրեմիա են ստանալու։ Որտե պրեմիա են։ Այսինքն նույնիսկ հարց հասնում է, դե ասում է ձին ձյու մոտ կապես կամ կծան կլինի կամ քացար, այսինքն ամիսներով այդ ոստիկանների հետ շփման մեջ ենք, մենք կատակի են տալու։ Արեք էլի միտինգ, որ դուք անում եք, մենք մեր հերը ենք ստանում։ Բայց նաև իրավագիտակից շատ-շատերը կան, որոնք ընտրությունների արդյունքը լինելուց հետո կհասկանան, որ իրանք լուրջ կրակետ են խաղում ու չեն ենթարկվի անօրինական, բայց այստեղ պետք է մի հատ շատ վտանգավոր բան նկատի ունենանք, հիշեք, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ունի ամենամեծ դաշնակից Ադրբեջան։ Իսկ դա հիշում եմ Եվ այն օրս դրական փոփոխությունները, որ արվել են, արտակարգ դրություն եւ այլն, այսինքն դրա համար եմ խոսքի սկզբում ասում, այնքան ականապատել դաշտը Հայաստանի, որ ամեն վարքյան կարող է սականի վրա կանգնել։ Այսինքն այդ ամենայնիվ Ադրբեջանը կարող է, եթե ոչ լայնածավալ ռազմական գործողություններ, բայց գոնե ինչ-որ մի չի Աստված մի արածը, բայց չի բացառում, այսինքն սրա վերարտադրության համար ամենամեծ ջատագովները Ադրբեջանն ու Թուրքիան են, բայց նաև կա մի բան։ Կա Իրան եւ Ռուսաստան։ Չէ, ներքին առումով։ Մենք դեռ հաշվի չենք առնում ներքին քաղաքացու նաև պայթյունը։ Տղաս այն օրը զանգում ասում, պապաս, ինձ թվում էր այս ընտրություններին ակտիվ աշխատելու հիմնական մոտիվացնողը դու պետք է լինես, բայց ոնց որ տաքսո վարորդներն են։ Ասեմ ինչ եղավ, ասում է հերթական տաքսո վարորդներ, որ ասում էր ամենակարևոր բանը այս ընտրություններին շատ մարդ մասնակցի։ Իրականում այդ գիծը շատ նկատելի է մարդկանց մոտ։ Կարևորը մասնակցությունն է եւ մասնակցությունը ի վնաս իշխանության։ Իսկ ես ճիշտ եմ հասկացել, որ այսօր Հայաստան դաշինքի պոտենցիալ ընտրողների մեջ շատ են երիտասարդները, 18-ից 25 տարեկանները։ Եվ ինչի հետ է գրակապում։ Հա, եւ պետքա ասեմ մեկը, որ վերջին մի քանի ամիսներին շուրջ 2000 ուսանող աշակերտի հետ հանդիպել եմ ազգային ժողովում։ Անձեն աչքով երիտասարդության մեջ բան կա փոխված։ Գիտեք, այն միշտ այդպես է, չէ, ավակ սերունդն ասում այ մեր երիտասարդության տարիներին մենք այսպես էինք, միշտ այդ սերունդների բախումը կա։ Շատ հաճախ իմ համար ամենամեծ հարցերից մեկն էր, այսինքն թե ինչու համալսարանական երիտասարդությունը ըմբոշխ չի, քաղաքականացված չի, բայց վերջին 1-1.5 տարին ինչ որ բան փոխվել է։ Անհավատալի փոփոխություն եմ նկատում։ Իրականում եւ աշակերտների եւ ուսանողների մեջ։ Իհարկե, այսպես ասեմ, որպես նախկին ուսանող, որ Արցախյան պորտկման ժամանակ բախտ է ունեցել ուսանող լինի, չի բավարարում։ Մի 2 ամիս առաջ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ էին հանդիպման, ասում երեխեք, ասում եմ, ձեր դասախոս Խաչիկ Գալստյան, որի շատ սիրում են համալսարանում, դեկտեմբերի 30-ին ձերբակալվել էր, 31-ին արդեն Արմավիր քրեակատարողական հիմնարկ էին տեղափոխել նոր տարվա նախորդ օրը։ Խաչիկն էր որպես ինտելիգենտ տղա, բան մի քիչ շատ դժվար բան է։ Տղայիս հետ շտապեցինք Արմավիր քրեակատարողական, Խաչիկին ասեմ, որ տեսա, առաջի բանը ասեց, հունվարի 11-ին քննություն ունեմ, երեխեքս ինչ պետք է անեն։ Ու ասեմ Խաչիկին լրիվ անօրինական բռնել են, ու մեկ էլ ես տեսնում որ համասարանում այդում չկա, միջազգային հարաբերություններում բան չկա։ Ես հիշում եմ այն տարիները, միգուցե մթնոլորտներ ուրիշ, բայց կպայթ է։ Բայց հիմա ինչ որ բան փոխվել է։ Հա, բայց նաև դա նկատելի է, երբ որ երիտասարդների հետ խոսում ես, հատկապես ասում եմ, եւ 25 տարեկանների մեջ ինչ որ հականիկոլական, ինչ որ լուրջ մեծ ալիք կա։ Շատ մեծ։ Նույնիսկ իրենք խոսում են, գիտես ինչ իմացին,
ասում են մեր էսթետիկայից դուրս է։ Երիտասարդության մեջ, բայց նայեք, պետք է անկեղծ ասեմ, ես այն երջանիկներից եմ եղել իմ սերունդը, որ համալսարանական դասախոսները մեկից շատ ավելի ուրիշ մարդիկ էին։ Հիմա ապշում են նույն դասախոսական կազմում, նույն պատմաբաններին։ Դիմադրության շարժման ժամանակ համալսարանի բակում հանրավակին ստիպված եմ ասել։ Այսինքն այսօր Հայաստանում կատարվում է մի բան։ Ամբողջ պատմագրությունը հայ ժողովրդի, որը կա, Նիկոլ Փաշինյանը լցրել է մի հատ տոպրակը շպրտել են կո։ Եվ այդ Հայ պատմաբանները ժողովրդի դեմ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանության թեմայով հայ ժողովրդի դեմ Թուրքիայի նարատիվը Նիկոլ Փաշինյանը տանում է Պատմության ինստիտուտի հրատարակած հայ ժողովրդի պատմության ակադեմիական հրատարակությամբ, որը սխալ է մեկնաբանում, բայց գիտությունների ազգային ակադեմիա չեղավ մեկը էլի ասի տոանգրագետ, կարդում ես հասկացի։ ինչից են վախենում, ախր 37 թվականն է, չէ՞։ Միայն աշխատավարձը կորցնելուց են վախենում այդ մարդիկ։ Բայց դե բան է էլի։ Իսկ միգուցե Գերամ երբեք չես մտածել, իսկ միգուցե հայերը հոգնել են պայքարից, դիմադրությունից եւ որոշել են Թուրքիայում ապրել։ Դա պայքար չի, դա պարզ մարդկային, տղամարդ թե կին տարբերություն չեմ դրում, տղամարդկային դիրքորոշման, ասեն, ես իմ վրա եմ վերցնում, ես պատմաբան լինեի, ինչ որ գրել եմ, ինչ որ հրատարակել եմ, դեռ ավելին ինչի համար հոնորար եմ ստացել, գիտական կոչում եմ ստացել, համարվել եմ գիտությունների դոկտոր պրոֆեսոր, մեկ էլ եկել է մի հատ թերուս, համալսարանում դիպլոմ չստացած, ամեն ինչից մի քիչ իմացող, ամեն ինչից մի քիչ կարդացած, նստում ով ասում է, այն ինչ որ դու կարել ես ջուր է, սուտ է։ Եվ նրանք լուր դա ընդունում են։ Հա, բայց էլի գնում են համալսարան որպես դոկտոր Բայց ես պրոֆեսոր մի քիչ չհամաձայն եմ, որովհետև ես տեսել եմ եւ վերջին ջահերով երթը եւ ապրիլի 24-ը Ծիծեռնակաբերդում տեսել եմ տասնյակ հազարավոր գեղեցիկ ու խելացի հայերի եւ երիտասարդների, այդ թվում շատ մեծ տպավորված եմ սարսափելի, որովհետև չէի պատկերացնում, ինձ թվաց թե իսկապես ավելի շատ էին, թե ջահերի երթի։ Չէ, միշտ լինում է եւ այդ ծերունդը բան է։ Իսկ եթե ինձ մի բան է հետաքրքրում Գեղամ, եթե այդքան երիտասարդներ գալիս են ջահերի երթին, ինչու չկարողացանք լուրջ բողոքի ակցիաներ կազմակերպել։ Նայեք, իրականում Ազատ ջան, պետք է ասեմ, ջահերով երթը դա Էդ էլ մեր դաշնակցության պարկեշտությունն է ու մեր երիտասարդների պարկեշտությունն է։ Ջահերով երթը երբեք, նույնիսկ դիմադրության շարժման ժամանակ, ես հիշում եմ, որ ջահերով երթը պետք է լիներ, շատերը ակնկալում են եւ հետո շատերը սկսեցին քննադատել, բա դու։ Բայց տեղին չէր այդ քննադատությունը։ Չէ, տեղին չէր, որովհետեւ երբեք մենք մեզ չենք հարգի, որ ջահերով երթը դարձնենք անդամարշավի, ներքաղաքական հարց։ Հա, հետո ակումբ կսարքենք, արշավ կանենք։ Ֆորս մաժորային իրավիճակում եք ապրում։ Չէ, այդ գիտեք, լավ, այս իշխանության բախտն է բերել, որ մենք կարմիր գիծ չենք ասում։ Բայց նայեք, այդ երիտասարդության հետ կապված երևի մի 3 շաբաթ առաջ էր մեր դաշնակցության երիտասարդական միությունը ուխտագնացություններ արել, օձունից խոսեցի։ Ես էլ եմ գնացել, մեր Քրիստինե Վարդանյան, Արտուր Խաչատրյան, վերադարձին նախկին լրագրողական բանից վերադարձա, ավտոբուսում միկրոֆոնը վերցրեցի, թոք-շոու ենք անում։ Մեր հետ կապ չունեցող ուսանողի աղջիկ էր, որ անդամագրվել էր, եկել էր արշավին, ու մի հարցից իր պատասխանը ասա գլուխս ծակեց։ Այդ երիտասարդության քաղաքականացման հետ կապված հարցերեցի, ասեց, գիտեք, դուք ոչ թե պետք է այդ հարցով աշխատեք երիտասարդների հետ, այլ նրանց ծնողների, որտեղ շատ հաճախ ծնողներն են իրանց երեխեքին զսպում, շարու փորձանքից հեռու, գործ չունես, քաղմաս չգնես, չբանտարկեն եւ շատ յուրահատուկ մեկնաբանություն էր։ Հետո անդրադառնում ես, որ իրականում վախի մթնոլորտը այս իշխանությունը կարացել է ամրապնդի, արմատավորի, ահավոր վախի մթնոլորտ։ Նաև Երևանում կարծում ես։ Ամբողջ Հայաստանում։ Գաղտնալսման։ Վերջերս ԱԱԾ տնօրենը եկել ազգային ժողով, ասում է՝ «Լսի, պարոն Սիմոնյան,
մեր տանը մամաս, որ ուզում է մեր ամառանոցի ծառերի հետ կապած հետս խոսի, իմ ու իր հեռախոսները տանում է կողքի սենյակ, ինձ էլ տանում է բալկոն, որ խոսի հետս։ Եվ դա իրականում համատարած է, նայեք, այս ձևի գաղտնալսման տոտալություն, իհարկե այդտեղ մեր խնդիրն է, որ մարդկանց այդ վախից պետք է հանեն։ Մարդկանց վախից հանելու գուցե ամենակարճ ճանապարհը այնպես բացատրել մարդկանց, որ հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենալու, եթե Աստված չտա Փաշինյանը վերընտրվի։ Քո կարծիքով բնակչության որ տոկոսն է հասկանում վտանգները։ Իսկ դու ոչ ոք չի հասկանում։ Ես հասարակական գետ չէ, որ գիտական վերլուծություն անեմ, բայց մի քանի գործոն աչքիս առաջ է։ Մենք դեռ չենք էլ անդրադառնում, թե այն պատերազմի հարվածը ինչ հետևանքներ Դրա մասին հետո եք երևի խոսելու տարիներ անց։ Հետևանքներ ունենում։ Երկրորդ եւ դրանից մարդիկ այսպես ասեմ ձեռնունայն են, հիասթափված են։ Երկրորդ գործոնը կա, որ ուզենք, չուզենք ռոպագանդան ահավոր է։ Ռոպագանդան ահավոր է։ Հիմա պաշտոնապես արդեն ընտրաշով է սկսվելու, նաև դուք հնարավորություն եք ունենալու ճիշտը ասել հանրայինի եթերում եւ ամեն օր ասել եւ ավելի հաճախ ասել, քան սովորաբար ասում եք, երբ գնում եք Պետրոսի մոտ օրինակ հարցազրույցների, ինչ պետք է ասել նախ եւ առաջ, ասենք Փաշինյանի վերընտրվելու դեպքում ինչ է լինելու Հայաստանում։ Մի քանի կետով կարող ես օրինակ դու ասել։ Այսպես ասեմ, ինքը որպես պետություն դադարելու է, որովհետեւ ես ուզում եմ առարկայական, ասեք սովորական մարդու համար, որ ասես որպես պետություն։ Որովհետեւ Ադրբեջանը առաջ է տանելու ու հասնելու է իր նպատակին ադրբեջանցիների բնակեցում Հայաստան։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շարունակելու է տավուշում էլիզիչումներ անել, որովհետեւ այսքան ընթացքում որ խափում են ջերմուկում եւ այլնում սահմանազատում սահմանագծում ալինելու եւ մեր Հայաստանի օկուպացված տարածքները վերադառնալու են դա չի լինելու ադրբեջանցին շարունակում է ջերմուկի գլխի նստել դրա համար ջերմուկցի կանայք որ ավանդաբար գնում էին բանջար հավաքելու ոնց որ արդեն 4-րդ տարին է վախենում են այդ կողմը գնալ բանջար հավաքելու որովհետեւ ներքին հանդի բնակիչներին ինչքան է փորձում են կաշառել, բայց ասում են հեսա կդզվի սահմանը բանկանի ու ձեր գերեզմանը կվերադառնա։ Ինչ է լինելու Սյունիքի հետ։ Ադրբեջանը շարունակելու է պահանջել իր թրիփը, որը այլևս ինքը այլևս գոյություն չունի, գոնե այս պահին, հա։ Հա, բայց Ադրբեջանը շարունակելու է, որտեղ այդ թուղթը ստորագրեց Նիկոլ Փաշինյանը ոչ թե ամերիկացիների հետ, այլ ստորագրեց Ալիևի հետ։ Հայաստանի սուվերեն տարածքի ճանապարհի հարցը եւ Ադրբեջանը շարունակելու է եւ իրենին հասնելու է կտած չես տա կվերցնենք ես բայղուշ չեմ ուզում վատ բան Նիկոլ չեմ որ ասեմ այ եթե ես չեղա պատերազմա լինելու բայց այդ վտանգը որ է պատկերացնել որ ընտրություններից հետո Բաքուն պահանջի նաեւ մի ցուցակ տա Փաշինյանին ու ասի այս մարդկանց պետք է հանձնես Ադրբեջանին ամենից սпасելի է գումարած էլի պարտքերի մեջ որ այնքան է սկելու Հայաստանը իսկ պատկերացնում ես որ Փաշինյանը դուրս գա այցելի Բաքու ծնկի գա եւ ներողություն խնդրի այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության համար Մեկ այսպես ասեմ 21 թվականի հունվար ես այդ ժամանակ երկիր մեդիայում հաղորդում ունեի անկեղծ ասած որ պատերազմի ընթացքում դադարեցրել էի բայց հունվարին որոշեցի պետք է շարունակեմ ժողովրդի հետ անկեղծ խոսելու բանը Հունվարին մի հաղորդում ունեմ, 5 րոպեանոց հաղորդում է Օվերտոնի պատուհանի մասին։ Եվ այդ ժամանակ կարծեմ Լենան Ազարյանն ասել էր այդ 18 տարեկան երեխեքի կյանքի վրայով եք բանանում ու բացատրել է Օվերտոնի պատուհանն ինչա իվա չկրկնվեմ ու ասեմ այս Օվերտոնի պատուհանը իշխանությունները այնքան մեծ են բացել որ վաղը ցեղասպանության հարց են մեջտեղ բերելու։ Արցախի հարց ու այդ ժամանակ այդ ցանկը որ ես հրապարակել էի շատերը համարեցին ծայրեղություն բայց բոլորը իրականություն դարձան երկար ժամանակա չեմ վերանայել բայց վախենամ վերանայեմ այն ինչ որ 21 թվականի հունվարին ասել եմ արդեն իրականություն է այսինքն նույն Օվերտոնի պատուհանն ապրիլ 24-յան ուղերձը ինքը այսինքն Թուրքիայում արտգործնախարարության խոսնակը այդպիսի ուղերձ չէ։ Ինչ վիճակ է Սփյուռքում դաշնակցությունը նաև
տարբեր գրասենյակներ ունի բոլոր երկրներում, հա, գրեթե։ Ինչ վիճակ է Սփյուռքում։ Արդյոք Սփյուռքը նույնչափ պարակտված է, ես չէի հավատում աչքերից, բայց տեսա այդ պատկերը վիդեոն, երբ Միացյալ Նահանգներում ինչ որ մեկը Արցախի դրոշն է ուզում նայեք, փոկել։ այդ մի քիչ Թե fake։ Չէ, fake չէ, դա մի հատ մարգինալ տեսակետ կա, որ ինչ Արցախի հանրապետություն բան։ Իդեպ Ֆրանսիայի հրապարակում դիմադրության ժամանակ մեր տեղադրած Արցախի դրոշը մի օր մեկ է տեսնենք կոտրել են։ Էլի պարզվեց, որ իշխանական բան չէ։ Մարգինալ մի շրջանակ է, որը համարում է Հայաստանը մեկ ընդհանուր է, ինչ Արցախի հանրապետություն եւ դրա որպես արտահայտություն է։ Իրականում Սփյուռքը դրա մասին է խոսքը։ Սփյուռքը պատերազմից հետո շոկի մեջ էր ոնց որ Հայաստանը, որտեվ 30 տարի իրականում Սփյուռքը իր կյանքը թողած, իր զարգացումը թողած, իր դպրոցը թողած, ամեն ինչը թողած, նայել է դեպի Արցախ, Հայաստանի Հանրապետություն։ Ու մեկ էլ պարզվում է այդ Հայաստան հիմնադրամը կարան աշկերը առանց թարթելու 100 միլիոն ստե 100 միլիոն այնտեղ ուրա անհայտ է։ Եվ բնականաբար այն հպարտությունը, որը կար, դուք երկար Մոսկվայում եք ապրել, հատկապես ռուսահայության Եվ ոչ միայն ռուսահայության, ես նաև շատ խմբեր եմ սփյուռքահայերի տարել Արցախ, եւ ես հիշում եմ այդ նոր ճանապարհը Քերբաջարով որ գնում էր, գրված էր ամեն, ասենք մի քանի կիլոմետրը գրված էր, որ այս ճանապարհը կառուցվել է այսինչ մարդու գումարներով, սփյուռքահայերը ինչպես են ոգևորվում ամեն անգամ դա տեսնելուց ու ինչպես են, այսինքն ես հիշում եմ նաև երբ որ ինչ որ գումար էր պետք լինում հավաքել ինչ որ Արցախում, ինչ որ բան կառուցելու, ինչ արագությամբ էին մարդիկ արձագանքում։ Սփյուռքում կար իսկապես, այսինքն սփյուռքահայերը հասկանում են, նրանք ովքեր ակտիվ են, հասկանում են, որ ցեղասպանությունից հետո թերևս առաջին անգամ որ մենք ինչ որ հող ենք ազատագրել։ Եվ նաև իրենց ապրած այդ համայնքում, տիրույթում, հասարակության մեջ իհարկե շատ ավելի լավ են, իհարկե հայ լինելը։ Հիմա հպարտ չեն։ Լենինգրադ մի օր ցույցերին մոտեցավ մի տղա էր, որ Լենինգրադ 2-3 ռեստորան ուներ։ Ինչ ես անում, ասաց թողել եմ եկել եմ։ Ասի ինչի, ասաց Անտեն ջան, մարդասպանությունը պետք է իզուր չդատվի։ Որտեղ Պիտերում շատ են ադրբեջանցիները։ Որտեղ ադրբեջանցին կարող են մտնել ռեստորանը, ադրբեջանական Նևոլդու Փաշինյան երկզակացներ։ Բայց վերջին շրջանում բնականաբար դաշնակցությունը չէր լինի դաշնակցություն, եթե չփորձեր հեղափոխություն անել այս տրամադրությունների մեջ եւ վերարժևորման լայնածավալ աշխատանք է իրականում։ Իդեպ օրերս Փարիզում մեծ համաժողով եղավ Սփյուռքի եւ նաեւ Հայաստանից մեծ թվով պատվիրակներ էին մասնակցում վերարժևորման, վերազարդման նոր թափ հաղորդելու աշխատանքները, որ ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում վերականգնվել է ու պետքա մի առիթով ասել եմ պատերազմից հետո իմ համար ամենադժվար զրույցը, որ պետքա ունենայի Վաշինգտոնում ապրող մի կնոջ հետ է։ Անունը Էլիզաբեթ Չուլջյան, մեր դաշնակցության Հայդատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատուն։ Էլիզաբեթը տարիներ շարունակ հայկական հեռուստատողին հայտնի է իր հարցազրույցներով բանով։ Մեր կապը Էլիզի հետ ամենօրյա եղել է։ Այսինքն Էլիզի հեռախոսահամար իմ հեռախոսագրքում գրված չի։ Ամերիկյաններն է երկար են, ես անգիր գիտեմ։ Այդ պատերազմից հետո ամանչում է Էլիզին զանգերի։ Ամանչում է որտեվ ես չգիտեի ինչ պետք է ասեմ, որտեվ Էլիզա ամբողջ կյանքը թողել է մի կողմ, ինքը 24 ժամյա ռեժիմով հանուն հայության աշխատում։ Արդեն 2026-ներ մի 2 ամիս առաջ կինս հարցազրույցի համար տանից զանգեց Էլիզաբեթին, առաջին անգամ համարձակվեցի, ասի հետո հեռախոսը փոխանցին, հետո խոսեմ։ 6 տարի էր չէի խոսել։ Հիմա այնտեղ էլ է, ինձ թվում է ինչ որ վերածննդի նախորեին, այսպես ինչ որ մի հատ զգացում կա, որ բոլորը սպասում են, որ այդ ամենանի վերածնունդ լինելու է, իսկ ինչպես եք վերաբերվում այս ձերբակալություններին, օրինակ այսօր հայտնի դարձավ, որ նաև հայտնի հետախուզ Արթուր Ավանեսյանին են Կանդազին են ձերբակալել ուժեղ Հայաստանից, արդյոք սա նշանակում է, որ իշխանությունները այդ ամենայնիվ թույլ չեն տա, որ ուժեղ Հայաստանը մասնակցի ընտրություններին։
Իսկ սկզբանե դեռ ամիսներ առաջ դաշնակցություն նախաձեռնեց բոլորի այդ խորհրդակցություններ, գլխավոր կետերից մեկը, այսպես ասեմ, ոչ թե ինքը դաշինք էր, այլ լայն ճակատով մի քանի կարևոր հարցում, հատկապես հակաժողովրդավարական Իշխան Սահաթելյանը հարցազրույցի ժամանակ մանրամասն որևէ բանի առաջ կանգ չի առնելու։ Հիմա տեսեք Դու արձագանք դեռ չկա, նույն ուժեղ Հայաստանից ձեր այդ նախաձեռնության արձագանք կա։ Կան քննարկումներ։ Վերջերս Իշխան Սահաթելյանը եւս մեկ անգամ ասաց. եկեք միասնական Այս ձերբակալությունների ֆոնին կարծես թե այո, առաջարկեց միասնական հանրահավաք, որպեսզի Հայաստանի իշխանությունը տեսնի, թե ինչ սպառնալիքի առաջ ենք կանգնած, եթե դիմի շարունակի դիմել հակաժողովրդավարական քայլերի։ Առայժմ դրա նման որոշում։ Դեռ անորոշության մեջ է այդ նախաձեռնությունը։ Բայց չէ թե հետաքրքիր էլի, այսինքն եթե իրենց չեն գրանցում, իրենք նոր են սկսելու մյուս ուժերի հետ։ Տեսեք, քանի որ այսպես ընտրական թողբոյի մեջ ենք ամեն մեկս մեր աշխատանքներով հարաբերական աշխատանքներից մեր Գերագույն իշխանի շատ էլ տեղեկատվություն ունեն, բայց առայժմ պաշտոնապես որևէ իշխանի առաջարկին որևէ արձագանք չկա եւ դեռ օդի մեջ է, բայց կարծում եմ, որ չի բացառվում նման։ Իսկ եթե Աստված չտա, այդուամենայնիվ ուժեղ Հայաստանին թույլ չտան մասնակցել ընտրություններին, անդիմությունը շանս ունի հաղթելու Փաշինյանին։ Նայեք, այսպես ասեմ, մենք մի իրավիճակի մեջ ենք, որ ընտրական մրցակցությունը երբեք չպետք է գերիշխի եւ ընտրություններին մասնակից այս կամ այն ուժը հոգու խորքում ուրախանա, որ այս կամ այն ուժին չեն գրանցել։ Ճամփա գնում ենք բոլորը, բոլորի կամ առնվազն ես Հայաստան դաշինքի անունից եմ ասում, մեզ համար կա մեկ թիրախ, մեզ համար կա մեկ նպատակ։ Այսպես ձևակերպեմ Գեղամ։ 19 ուժ է դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ենթադրենք վաղը իշխանություններն ասում են գրանցում ենք 18-ը, ուժեղ Հայաստանը չեն գրանցում։ Ենթադրեք դուք ձեր ուժը ամբողջությամբ նախընտրական տրամաբանությունը պետք է փոխվի։ Հայաստան դաշինքը, ասենք նույն Ծառուկյանի ուժը եւս ասենք, չգիտեմ, հայտարարում եք, որ մենք էլ ուրեմն չենք գնում ընտրություններից։ Այդ մնացած 18 ուժից ըստ ձեզ ով կհետևի ձեր օրինակին։ Այնտեղ կան նիկոլական ուժեր, կամ նիկոլական մի 4-5 ուժը մի կողմ դրած, որոնք բոլորի դեմ խոսում են, կամ այս կամ այն ուժի դեմ են խոսում, բայց այսինքն ուզում եմ ասեմ հնարավոր է նման ձևով պետքա լրիվ ֆորս մաժորային իրավիճակը պետքա երկու բան ի նկատի ունենալ, որ այդ դեպքում ամբողջ քարոզչությունը եւ ընտրությունների մասնակցության տրամաբանությունն է փոխվում եւ նաեւ երկրորդը, որ այդ պայմաններում նոր ընտրությունները պետք է կրեն սարսափելի ժամանակավոր բնույթ եւ նորից հնարավորություն տրվի ցանկացած ուժի, որ չի թույլատրվելու մասնակցել ընտրության, արդար ձևով հնարավորություն ստանալ։ Բայց դուք այդ ամենայնիվ համարում եք, որ նույնիսկ եթե չգրանցեն ուժեղ Հայաստանին, նման ֆորս մաժորային իրավիճակում պետք է գնալ ընտրությունների եւ կա շանս հաղթել իշխանությունը։ Դժվարանամ ասել, այսինքն շատ անձնական տեսակ է կարող եմ ասել, այսպես ասեմ, 2 կամ 3 ուժի կողմից բոյկոտը ոչ մի բան չի տալու։ Okay. Որովհետև մենք պետք է կամ բոլորը բոյկոտեն կամ որովհետև մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ որ այս իշխանության ցանկացած անօրինականություն արևմուտքում որևէ ձև չեն արձագանքել։ Ну, սա հավանաբար մի քիչ չգիտեմ, ես դրա հետ կարող եմ չհամաձայնել, որովհետև չկա միասնական արևմուտք, մենք չգիտենք ինչպես կարձագանքեն Միացյալ Նահանգներում էլ կարող են արձագանքները տարբեր լինել, Եվրոպայից եկող արձագանքներն էլ կարող են տարբեր լինել, ես չեմ կիսում այն կարծիքը, որ Եվրոպան միանշանակ աջակցում է Փաշինյանին եւ ամեն ինչին աչք փակելու է։ Եթե միանշանակ լիներ, այդ աջակցությունը իսկապես լիներ միանշանակ, Փաշինյանն իրեն շատ ավելի վատ կպահեր, քան հիմա է պահում, թեև մենք չենք։ Սրանից վատ, այո, ինքը միշտ կգտնի վատ պահել, որը փոխվել է մեթոդը։ Ինչ կարող է անել եւ այլ, ոչ։ Եթե ունենար այդ աջակցությունը այնպես ինչպես մենք եք պատկերացնում, ավելի վատ բան տեղի կունենար Հայաստանում։ Մի քանի հարց տամ, փորձենք արագ պատասխանել։
Փաշինյանին պետք է տալ հումանիտար միջանցք, որ հնարավորինս անցնցում իշխանապողություն լինի ընտրություններից հետո։ Արցախը հանձնողը մեր երկիրը այս վիճակի մեջ ու պարտության մեջ բերող ցանկացած պետական գործիչ պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բայց եթե կշերքի վրա նաև անցնցում երկիրն է, կրկնում եմ, որովհետև ես այսօր ապրում եմ 2026 թվին, բայց ես մտածում եմ 2056 թվականի ապագա սերունդը, որ պետքա իմանա Փաշինյան ծնող այլևս չպետքա լինի։ ինչն էր պատճառը պարտությանը, պատերազմի դավաճանությունը թե հիմարությունը։ Կազմակերպած անկազմակերպվածությունը։ Ես մի քիչ այդ նյութին առավել քան ծանոթ եմ եւ կարող եմ ասել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարության ձեռքով իրականացված կազմակերպված անկազմակերպվածությունը բերեց հանգեցրեց պարտության։ Քանի ուժ է անցնելու ազգային ժողով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում։ 4։ Այսինքն իշխանություն + 3 Այո։ Թաթյանին շանս չեք տալիս։ Չեմ կարող ասեմ, այսինքն ուղղակի միշտ մենք հերթապահ կրկնում ենք, կարևորը ձայն փոշիացնել չլինի։ Այդուամենայնիվ ինչքան ձայն կփոշիացվի, ըստ ձեզ, եթե 19 կուսակցություն է։ Թվաբանությունից սարսափելի հեռու եմ, Բայց ընտրական 21 թվականին թվաբանությունից, հիմա շատերը օրինակ կարծիք են հայտնում, նույն 21 թվականի 20%-ը կարող է փոշիանալ, բայց ես կարծում եմ շատ ավելի քիչ, որտեղ ինչպես ժողովրդի մեջ ավելի շատ արմատացած է, ինչքան շատ մարդ մասնակցի, այնքան էս իշխանությունների հեռանալը ավելի հավանական է, նույն ձևի էր, ինչքան ավելի կողմնորոշված հաղթող ուժերին մարդիկ քվետան, այնքան ավելի քիչ կփոշիանա իշխանության։ Ինչ է կանելու հունիսի 8-ին։ Ինչ է անելու Գեղամ Մանուկյանը հունիսի 8-ին։ Հունիսի 8-ին ես հուսամ անելու եմ այն, ինչ որ 21 թվականին երազում էի ընտրությունների առավոտը ասեմ։ Իմ աղջկան, տղայիս, կնոջս, մամայիս, ընկերներից ասելու եմ, որ մենք վերջապես ազատվեցինք սրանից ու հաղթեցինք։ Եվ դա շատ անձնական, էգոիստական բան չի։ Մեր երկիրը հոգեբուժարանի մեջ է։ Մեր երկիրը պետք է հոգեբուժարանից ազատել։ Հոգեբուժարանից ազատել։ Իսկ հիվանդների հետ ինչ է պետք անել Գեղամ։ Իսկ ինչ է պետք անել այն մարդկանց հետ, ովքեր խորը հիվանդ են։ Ուժել։ Հնարավոր է։ Ես վստահ եմ։ Ես վստահ եմ։ Լինի ազգային ուժ, որ իշխանության է։ Այն ուրացումը, որ դպրոցներում կա, որ փառքի անկյուններ են հանում եւ այլն, մեղա են գալու այդ տնօրեններն ու դասատուները։ Ես վստահ եմ, որ նույն պաշտպանության նախարարությունը ծառայու սպան ասելու է ես իմ ձեռքը կդրել, թե մյուս անգամ Արցախյան ազատամարտ բաժինը պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից հանեմ։ Ես վստահ եմ այն պաշտոնյաները, որ կան, որ այսօր գլուխները կախեն, քնչականը չեմ ասում։ Հարգելի ազատ, մենք մի հատ մեծ թիվ հաշվի չենք առնում։ Մենք այսինքն բազմաթիվ քննիչներ իմ այս 5 տարվա պայքարում հանդիպում եմ քննիչի, որ ինձ է հարցակ քննել։ Ասում ինչ ես անում, փաստաբանությամբ եմ զբաղվում։ Հարյուրները դուրս են եկել իրավապահ համակարգի։ Okay, վերջին հարցս։ Ըստ քեզ դաշնակցությունը, որ այդքան ավելի քան 100 տարվա պատմություն ունի, ամենամեծ խալը, որ գործել է դաշնակցությունը, եւ արդյոք ունի իր մեղքի բաժինը, որ մենք այսօր հայտնվել ենք այս ճգնաժամի մեջ եւ որ Հայաստանում այսօր կա նիկոլիզմ։ Գիտեք, ես սարսափելի փոքր մարդ եմ, որ դաշնակցության վերջին տարիները, okay, վերջին 20 տարին օրինակ վերցնենք։ Այդ մեր ժողովներում որ քննարկում են, հետո ամեն անգամ ինքնակննադատության բանաձևեր են։ Այդուամենայնիվ ձեր մեղքի բաժինը ունեք։ Իրականում ոչ թե ինձ եմ արդարացնում ձեզ կամ Հայաստանի ցանկացած քաղաքացուն, այլ ուղղակի ծնվեց պաթոլոգիկ սուտասան, որը կարացավ խափի համոզի տաքսու վարորդին, վարորդին։ Հենց այնպես ծնվեց, թե մենք ծնեցինք։ Չէ, նայեք, հիմա կարող ենք ասել տարբեր պատճառներ կային, որը ստեղծեց մթնոլորտ, որ Նիկոլ Փաշինյանը ի հայտ գա։ Բայց
գիտեք, հիմա շատ մոդայիկ է դարձել ով բերեց Նիկոլ Փաշինյանին թեման, բայց այստեղ մի հատ շատ կարևոր բան կա։ Ես հիմա չեմ տեսնում որևէ մեկին, որ ասի, ախպեր, ես Նիկոլի միտինգի գնացել եմ։ Կարծես մենակ ինքն է եղել։ Ես գնացել եմ Գեղամ։ Ես չեմ գնացել, կներես, ես Մոսկվայում էի, բայց ես աջակցում եմ, որովհետև ես դեմ էի, որ Սերժ Սարգսյանը գնա երրորդ ժամկետի։ Ես համարում էի, որ Հայաստանը չպետք է վերածել կենտրոնական ասիական ինչ-որ մի երկրի նման երկրի կամ Ադրբեջանի պես երկրի, եւ որ մի մարդ պետք է անverջ ղեկավարի երկիրը։ Ես դեմ էի, մենք աջակցում էինք այդ հեղափոխությունը, որովհետև մենք մերժում էինք Սերժ Սարգսյանին։ Հայաստանի եւ հայերի բախտը չբերեց, որ մերժելով Սերժ Սարգսյանին ընտրեցինք Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 13-ին էր կարծեմ, երբ դուրս էր գալիս Գյումրիից, ասեր «Քայլ արա ինձ դարձրու վարչապետ», նա 100 հոգուց ավելի մարդ հավաքեր։ Վերջում դարձին վարչապետ։ Դրան պատասխանը մի հատ իրական դեպքով։ Պատերազմից հետո Երկիր մեդիայի իմ լրագրողներից մեկն ասաց Գեղամ 18 թվականի ապրիլի 23-ին մտար լրատվականի սենյակ, թելադրեցիր Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին լուրը կայքի համար եւ ասացիր առայժմ չհրապարակեք, մինչեւ լինի պաշտոնական հայտարարություն։ Ասում որ դու դուրս եկար, որոշներս ուրախացանք։ Ու ասում կյանքում չեմ մոռանա, հետո ինչ եղավ։ Դու դուռը բացեցիր ու ասացիր դուք հետո եք փոշմանելու այս ուրախանալու համար։ Բայց համար զարմանալի էր, որտեղ երկու ընտրություններում էր Սերժ Սարգսյանի աջակիցը չես եղել։ Բայց Սերժ Սարգսյանի այդ օրվա հրաժարականը դու ասացիր, որ այդ ուրախանալու համար հետո եք փոշմանելու։ Ասում որ դու գիտեի։ Ասի գիտես, ես Նիկոլին անտապես շատ մոտ չեմ եղել, բայց առնվազն վերջին 15-20 տարին գիտեմ, որ եթե լրագրության մեջ կա։ Բայց ինչի դաշնակցությունը գնաց կոալիցիա կազմեց Փաշինյանը։ Չէ, այդ լրիվ ուրիշ բան էր, այդ մի փոքր ժամանակահատված էր, որովհետև նախ պետք է այդ օրվա մթնոլորտը հիշենք։ Այսինքն ժողովրդի տրամադրություն եւ այլն, եւ դեռ քանի որ ձևավորված իշխանություն չէր, հույս էր, որ միգուցե կարողանաս ազդեցություն ունենալ։ Իսկ մեզ համար առաջին իսկ պահից Արցախը արտաքին քաղաքականությունը լուրջ վախ էր։ Եվ փորձ էր այդ ժամանակահատվածում ազդել կառավարության գործունեության վրա։ Գեղամ, ես արդեն գիտեմ ինչի մասին եմ քեզ հետ խոսելու։ Հունիսի 7-ից հետո, որտեղ ես համոզված եմ, որ Փաշինյանը գնալու է եւ Հայաստանում տեղի ունենալու իշխանապողություն, ընդդիմությունը հաղթելու է, եւ ես անպայման քեզ կանչելու եմ հարցազրույցի եւ մենք ավելի հանգիստ մթնոլորտում մանրամասն քննարկելու ենք ինչու մեզ հետ պատահեց Նիկոլ Փաշինյանը։ Մենակ մեզ հետ չի, այդ քաղաքական պոպուլիզմը հիմա մեզ հետ հատկապես շատ ցավալի ձևով եւ մենք պիոներներ ենք։ Կարող եմ երկար դրա մասին խոսել։ Մենք անպայման դրա մասին կխոսենք Հայաստանում, բայց այդ օրը կխոսենք։ Անպայման, իսկ հիմա շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի էր։